Այստեղ դուք տեսնում եք սահիկի վրա մեր կարևոր ծրագրերը, որոնք մշակութային ժառանգության ոլորտում մեր ձեռքբերումներն են նաև մատնանշում։ Ես պետք է հիշեցնեմ, որ մեր կարևոր քաղաքականությունն է շարունակաբար համալրել մեր մշակութային արժեքների ցանկը, կառավարությունը վերականգնել է թանգարանների համալրման բյուջեն եւ այստեղ դուք տեսնում եք Մատենադարանի համար ձեռք բերված արժեքավոր ձեռագիրը, որը սեպտեմբերի 20-ին հանդիսավորությամբ փոխանցվեց Մատենադարանին, տեսնում եք նաև բոլորովին վերջերս տարեվերջին կառավարության նիստերից մեկում 12-րդ դարի հայկական եկեղեցու փայտյա դռան փեղկի պատկերը, որը գնվել է Մեծ Բրիտանիայում եւ առաջիկայում կտեղափոխվի, կհանգրվանի պատմության թանգարանում եւ դրանով իսկ կարծում եմ, որ մեծ արժեքավորություն կհաղորդի նաեւ պատմության թանգարանի մեր հավաքածուին եւ առանձին ցուցադրություն բնականաբար կկազմակերպենք, որտեղ բացառիկ նմուշ է, աշխարհում մինչ այս հայտնի էին ընդամենը 8 նման նմուշներ եւ պետք է ասեմ, որ հայկական փայտագործական ավանդույթի իսկապես թե զարդանախշերի կատարման որակով եւ թե մնացյալ մանրամասներով բացառիկ արժեք է իրենից ներկայացնում։ Թանգարանային ոլորտում մեր աշխատանքի կարևոր ցուցիչ է նաեւ մեր միջազգային համագործակցությունը, այստեղ տեսնում եք սեպտեմբերի 21-ին պատմության թանգարանում Լուվրի թանգարանի հետ համագործակցությամբ բացված ցուցադրությունից մի պատկեր, պետք է հիշեցնեմ, որ արդեն երկրորդ տարին էր, որ պատմության թանգարանում մեր երկրի անկախության օրը մենք միջազգային հեղինակավոր թանգարանի հետ համագործակցությամբ համատեղ ցուցադրություն էինք բացում։ Այս տարվա համար էլ արդեն կան պլանները, Բեռլինի թանգարանի հետ համագործակցությունն է պլանավորվում, նաև ունենք պայմանավորվածություն, որ մեր պատմության թանգարանը ցուցադրություն կկազմակերպի Ակրոպոլիսում, որը նույնպես ամենահաճախ այցելվող զբոսաշրջային վայրերից է եւ կարծում եմ, որ մեր մշակութային ժառանգության տեսանելիության բարձրացման եւս մի կարեւոր քայլ կլինի մեր կողմից։ Իհարկե, այստեղ արդեն տեսնում եք այն աշխատանքները, որոնց մասին մասամբ նշեցի, ֆեստիվալի մասին խոսեցի, պետք է հիշեցնեմ մեր ուրեմն կարևոր նախագծերից նաև ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը Պերսեպոլիսում, Իրանում, որը պատմական էր իսկապես, թե վայրի նշանակությամբ, թե այնտեղ կազմակերպված միջոցառման մակարդակով, տեսնում եք բոլորովին վերջերս մասնավորի հետ համագործակցությամբ վերականգնված մեր հուշարձաններից մեկը Կարմիր կամուրջը, որը իրապես Երևանի պատմամշակութային զարդերից կարող է դառնալ եւ իհարկե Ջենիֆեր Լոպեսի համերգը, որը միջազգային հեղինակավոր աստղի հյուրախաղերի կազմակերպման մեր քաղաքականության շրջանակներում շարունակական է լինելու։ Մենք այս տարի արդեն մրցույթ ենք հայտարարել ներգրավելու նաև նոր համագործակցություններ եւ վստահաբար մեր հայաստանյան հանդիսատեսն ու զբոսաշրջիկները, որտեղ պետք է հիշեցնեմ, որ շուրջ 15,000 զբոսաշրջիկ են ունեցել այս համերգին, կունենան բազում հնարավորություններ Հայաստան այցելելու եւ իրենց սիրելի աստղերի համերգներին ներկա լինելու։